Փաստորաթերթը գրում է. հունիսի 7-ին կկայանան արժան ընտրությունները, սակայն մինչև նոր կազմավորումը գործող իշխանությունները կշարունակեն պաշտոնավարել։ Ըստ սահմանադրության նորընտիր արժանլիազորությունները կսկսվեն օգոստոսի 2-ին, հնարավոր է օգոստոսի 3-ին։ Նույն օրը կկայանա առաջին նիստը և կնշանակվի վարչապետը։ Կառավարությունը կձևավորվի վարչապետի նշանակումից հետո, առավելագույնը մինչև օգոստոսի 16-ը։ Փաստորաթերթը գրում է. Հայաստանում Եվրասիայի հումանիտար գործունեությունը ըստ թերթի դուրս է եկել սովորական բարեգործության շրջանակներից, դառնալով խնդիր իշխանությունների համար, որոնք փորձում են փակել Արցախի թեմը։ Նշվում է, որ իշխանությունների քաղաքականությունը միտված է տեղահանվածների ողբերգությունը մոռացության տալուն։ Մինչդեռ Եվրասիան ռուսական հումանիտար առաքելության և Ռոսոտրուդիչեստվոյի աջակցությամբ իր գործունեության պահում է թեման հանրային ուշադրության կենտրոնում։ Թերթի գնահատմամբ կազմակերպության օգնությունը դիտվում է որպես գաղափարական դիվերսիա, քանի որ թույլ չի տալիս փակել Արցախի թեմը, իսկ կամավորական նախաձեռնությունները դարձել են սոցիալական ու բարոյական հենարան։ Անդրադարձ է կատարվում նաև Վլադիմիր Պուտինի հայտարարությանը, որ Լեռնային Ղարաբաղի թեման շարունակում է մնալ ցավոտ, ինչից հետո այն կրկին ակտիվացել է մեդիա դաշտում։ Ըստ հոդվածի Եվրասիան փաստացի լրացնում է սոցիալական մեխանիզմների բացը, պաշտպանելով տեղահանվածների իրավունքները և պահելով Արցախի թեման հանրային ու տեղեկատվական դաշտում։ Հրապարակ թերթը գրում է. Թերթի փոխանցմամբ ՀՀ պաշտոնյաները ներսում հակառուսական կոշտ դիրքորոշում ցուցաբերելով Մոսկվայում սակայն հանդես են գալիս զուսպ ու զգուշավոր։ Նշվում է, որ Մոսկվա այցի ընթացքում ՌԴ նախարար Սերգեյ Լավրովը հեգնական հարց է ուղղել հայկական կողմին՝ կապված ԵՄ հիբրիդային խմբերի հետ, իսկ ՀՀ նախարար Արադ Միրզոյանը փորձել է խուսափել պատասխանատվությունից, ասելով, թե տեղյակ չէ թեմայից։ Թերթը հիշեցնում է, որ ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարել էր, ընտրություններին ընդառաջ Հայաստան կուղարկվի հիբրիդային արագ արձագանքման խումբ՝ աջակցելու ժողովրդավարական դիմադրողականությունը։ Ըստ հրապարակման հայկական կողմի արձագանքը ռուսական մեդիայում չի ներկայացվել։ Հրապարակ թերթը գրում է. Էդմոն Մարուքյանի գլխավորած Լուսավոր Հայաստան կուսակցության ապրիլի 11-ի համագումարը հետաձգվել է և կկայանա ապրիլի 18-ին Ուժեղ Հայաստան կուսակցության համագումարի հետ համընկնելու պատճառով։ Կուսակցությունում կարծում են, որ հակառակ դեպքում իրենց միջոցառումը կկորչեր տեղեկատվական աղմուկում։ Թերթի տվյալներով, թեև ներսում տարաձայնություններ կան ընտրություններին մասնակցելու հարցում, որոշումը ամենայն հավանականությամբ վերջնական է և համագումարում կհայտարարվի հունիսի 7-ի ընտրություններին մասնակցելու մասին։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Թերթը ուսումնասիրել է Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանի հայտարարագիրը, ներկայացնելով նրա ունեցվածքն ու ֆինանսական վիճակի փոփոխությունները։ Նշվում է, որ նա ունի շուրջ 10 միավոր անշարժ գույք, հիմնականում Կապանում և Եղվարդ գյուղում, ինչպես նաև 2008 թվականի արտադրության Mazda ավտոմեքենա։ Հայտարարագրով առկա է մոտ 1,2 միլիոն դրամ կանխիկ և շուրջ 1 միլիոն դրամ բանկային միջոց, միաժամանակ մոտ 3,5 միլիոն դրամ վարկային պարտավորություն։ 2024-ին աշխատավարձը կազմել է շուրջ 10,9 միլիոն դրամ։ Թերթի տվյալներով նրա հիմնական ակտիվները անշարժ գույքն ու աշխատավարձն են, իսկ պարտավորությունները՝ վարկերը։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Ըստ թերթի շրջանառվող խոսակցություններով Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը զղջում է վեհափառ Հայրապետի դեմ պայքարին միանալու համար։ Նշվում է, որ նա չի արձագանքել հարցումներին, իսկ թեման խորհուրդը հայտնել է, որ դեկտեմբերի 8-ից խզել է հարաբերությունները նրա հետ և այլևս կապ չունի նրա գործողությունների հետ։ Հրապարակ թերթը գրում է. Թերթը հիշեցնում է, որ դեռ 2024-ին ԿԳՄՍ-ն դպրոցներին հանձնարարել էր հեռացնել փառքի անկյուններն ու հերոսների լուսանկարները, ինչից հետո արձանագրվել են նման բազմաթիվ դեպքեր։ Նշվում է նաև, որ Արարատում ազգային հերոսների լուսանկարները չեն վերականգնվել, իսկ Սարդարապատի դպրոցի տնօրենը ազատվել էր աշխատանքից Արցախի դրոշը չհանելու համար։ Թերթի տեղեկություններով այժմ նախատեսվում է Արարատ գյուղում Ստեփան Շահումյանի արձանը տեղափոխել և նրա փոխարեն տեղադրել Վազգեն Սարգսյանի արձանը։ Համայնքապետարանից նշել են, որ դա արվում է բնակիչների ցանկությամբ։ Հրապարակ թերթը գրում է. Թերթի տվյալներով ընտրություններից առաջ իշխանությունները սկսել են թիրախավորել քրեական հեղինակություններին, նրանց նկատմամբ ճնշում գործադրելով և փորձելով օգտագործել քաղաքական նպատակներով։ Նշվում է, որ վերջին դեպքերից մեկը վերաբերում է Ջնդի Ամարյանին, որը ձերբակալվել էր, սակայն դատարանը մերժել է կալանք և ազատ արձակել նրան։ Քննչական կոմիտեն հաստատել է, որ գործի շրջանակում կիրառվել են այլ խափանման միջոցներ, իսկ պաշտպանը պնդել է, որ մեղադրանքը անհիմն է։